ուսերի ու պարանոցի համար վարժություններ ենք անում։ Այս վարժությունները շատ լավ օգնում են պարանոցի ու մեջքի, այս ուսերի, այս թիակների մասում, այս ցավերի ժամանակ, այնպես որ վերցրեք այս գործիքը ու միացեք ինձ։ Ամեն մի վարժությունը կատարում ենք 15 անգամ։ Սկսեցինք։ Աշխատեք վարժությունները կատարելուց այսպես փորը առաջ մի տարեք, ուղիղ պահեք, նայեք, այսպես։ Հաջորդ վարժության համար փայտը այսպես ներքևից ենք բռնում, մեջքը ուղիղ եք պահում, փորը առաջ չբերեք։ Սկսեցինք։ Ցավ չպետք է զգաք։ Հաջորդ վարժությունը նայեք, այսօր անընդհատ ուսերը այսպես առաջ բերած, այսպես կծկված նստում ենք, նայեք, արդեն այստեղ դեֆորմացվում է, չէ, այս մասը։ Հիմա այս վարժությունը, նայեք, ինչ լավ վարժություն է։ Այսպես փայտը բարձրացնում ենք վերև, ձեռքերը ուղիղ, թևերը ուղիղ ու մի քիչ կարող է դժվար լինի սկզբում, իջացնում ենք ներքև, նայեք։ Ու վերև։ Իջացնելուց շնչեք, վերև բարձրացնելուց արտաշնչեք։ Կատարում ենք 15 անգամ։ Կարող է սկզբում մի քիչ դժվար լինի, բայց ամեն անգամ անելով, այդպես ամեն օր այս վարժությունները 15 անգամ ամեն մի վարժությունը անելով շատ ժամանակ ձեզանից չի խլելու, 5-ից 7 րոպե։ Տեսեք ինչքան տարբերություն կզգաք։ Հաջորդ վարժությունը աշխատեք փորը միշտ ներս քաշած այսպես պահեք։ Հիմա փայտը արդեն ետևի կողմից եք պահում այսպես, ինչքան որ կկարողանաք։ Սկզբում կարող եմ քիչ ավելի քիչ բարձրացնել, բայց հետո ավելի լավ կլինի։ Վերջին վարժությունը, այսօրվա համար վերջին վարժությունը, փայտը դնում ենք այսպես ու թեքվում ենք նախ մի կողմ, հետո մյուս կողմ։ Վարժությունը կատարում ենք 15 անգամ։ Սկսեցինք։
կատարեք այս վարժությունները, ձեզանից շատ ժամանակ չի խլում, կատարեք ամեն օր ու հետո կգրեք, թե ինչ ազդեցություն թողեց ձեր վրա, կտեսեք ինչքան լավ են օգնում։ Առողջ եղեք, կհանդիպենք։